Հատիսի գագաթին կառուցվող Քրիստոսի արձանի վավերագրությունն արձանագրվում է։ Ֆոտոխցիկները բաց չեն թողնում արձանի պատմության կերտման ոչ մի պահ, որն այժմ հասանելի է հանրությանը։ Երևանում բացվել է «Մենք մասնակիցն ենք» պատմության կերտմանը խորագրով ցուցահանդեսը, որը բացառիկ հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեսնել արձանի ամբողջ պատմությունը հիմնարկեքի արարողությունից մինչև մեր օրերը։ Գագիկ Ծառուկյանը ողջունելով հյուրերին ներկայացնում է իր ընտանիքի այս գաղափարը ու պատմում նախաձեռնության ընթացքի մասին։ Ցուցահանդեսի առաջին այցելուները Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի, Սիրիայի դեսպաններն են։ Հյուրեր կան Չինաստանի դեսպանատնից։ Մեր երկրում իրականացվող ազգային կառույցի իրագործմանը լուսանկարների միջոցով եկել են ծանոթանալու նաև քաղաքական գործիչները, Արցախի ներկայացուցիչները, մարզիկներ, մշակույթի գործիչներ, բլոգերներ, հայտնի ու հեղինակավոր անձինք։ Գագիկ Ծառուկյանը դեսպաններից շնորհավորանքներ է ստանում ու դրական արձագանքներ գաղափարի համար։ Հայաստանը արժանի է, որ հենց այստեղ լինի փրկչի ամենաբարձր արձանը։ Ամենամեծն է, ամենագեղեցիկն է, ամենահզորը։ Գարնանը միասին կբարձրանանք ու կտեսնենք։ Այս նախագծով աշխարհում հայտնի ընկերություններ են հետաքրքրված, նրանք ևս իրենց ուշադրությունը արձանի կառուցման զարկերակին են պահում։ Իմ, ինչպես նաև Իտալիայի համար մեծագույն պատիվ է մասնակցել այս նախաձեռնությանը, քանի որ սա համաշխարհային մասշտաբի նախագիծ է։ Իտալիայում արդեն շատ են խոսում Հայաստանում վերխոյացող Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին։ Հետաքրքրությունը մեծ է։ Մեզ մոտ է պատրաստվել Մուրանոյի ապակիով, ոսկի հատիկներով եւ Մուրուբին ապակիով հատուկ ձեզ համար ոնց որ պատրաստել։ Սա հատուկ հենց թանգարանում կդնենք, ներքևնել կգրենք ում կողմից, սա պատմությունը, որ այնպես որ ինքը իր մասնակցությունը արդեն ունի։ Այս լուսանկարներում փրկչի արձանի կառուցման ամբողջ ընթացքն է, ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Սերժ Դավիդովի եւ Ռոբ Ֆրանգյանի լուսանկարները նաև փոխանցում են մարդկանց տպավորությունները։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետ Ատոնոյանը հայտնում է, որ այսօրվա ցուցահանդեսը մեծ գաղափարի արտացոլումն է, միասնական գաղափարի ճանապարհի սկիզբը։ Մենք իրոք ժամանակակիցն ենք պատմական իրադարձության, քանզի հենց մեր աչքերի առաջ ու մեր օրերում ստեղծվում է պատմություն, որը վստահ եմ դառնալու է ոչ միայն մեր երկրի ճարտարապետական խորհրդանիշը, այլ նաև ազգային համերաշխության, վերածնվող Հայաստանի նոր սիմվոլ հետագա սերունդների համար։ Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ ու Ծառուկյան ընտանիքի միջոցներով կառուցվող այս արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրը, սակայն դրա մեծությունը չափվելու է ոչ թե միայն բարձրությամբ, այլ առաջին հերթին իմաստով, խաղաղության, ողորմածության, կարեկցանքի ու հույսի պատգամով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի կողմից։ Նրա ներդրումը պարզապես ֆինանսական չէ։ Սա ներդրում է մշակութային ժառանգության, հոգևոր խորհրդանիշի ստեղծման մեջ, որը դարերով է ծառայելու մարդկանց։ Ազգային պատմական այս նախաձեռնության կյանքի կոչմանը հազարավոր մարդիկ են մասնակցել Հայաստանից ու Սփյուռքից, իսկ մեծ լսարան ունեցող հայտնի բլոգերները հետևորդներին պատմել են ընթացքի մասին։ Քրիստոսի արձանի կառուցումը մի նոր կամուրջ է համահայկական համախմբման ճանապարհին։ Հիսուս Քրիստոսի արձանը որպես քրիստոնեության փառաբանության մարմարակերտ օրհներգություն միլիոնավոր հայ քրիստոնյաների լուսավոր աչքերը իբրև հավատի անմար կանթեղներ իրեն է ձգելու ասելով եկայք արիս, այսինքն եկեք ինձ մոտ։ Հատիս լեռան Հիսուս Քրիստոսի արձանը կունենա նաև համաքրիստոնեական նշանակություն, նախ Հայաստանը կբարձրաձայնի լուր աշխարհի իր համերաշխությունը ողջ մարդկությանը, ապա իր ներկայությամբ կվկայի իր նվիրվածությունը քրիստոնեության բարոյական արժեքներին։ Գագիկ Ծառուկյանը լուսանկարների միջոցով ևս մեկ անգամ մտովի անցնում է այս գաղափարի իրագործման ճանապարհով։ Գործը կատարում ենք, աշխատանք գնում է, բայց որ ստեղ նայում ես, այս աշխատանքները ամեն ինչը հիանում ես, կատարած գործով եւ մտքերի մեջ ես անգնում։ Այսօր մենք ազգովի նոր էջ ենք բացում, նոր պատմության մեջ մտնելու, ճանաչում տալու։ Մենք իրոք ազգովի շատ դժվարություններ ենք տեսել, որ հայ ժողովուրդը ավելի վատ օրեր է տեսել իր կյանքում, բայց միշտ կարողացել է կառուցի, ստեղծի, հանի ամենալավը, ամենաուժեղը,
հայ արվեստագետները, մշակույթ գործարարները արել են այն ամենաճոխ, ամենաընտիրը ցանկացած ոլորտում հայ ժողովուրդը հայրը մասնակցություն ունեն։ Մենք ազգովի պետք է կարողանանք ինչ որ Աստված մեզ տվել է, պատմությունը տվել է, կարողանանք աշխարհին ներկայացնելու։ Նաև ես ասեմ Նոյան Տապանը, որ իմ մեկը մյուսի հետևից որ մտքեր են առաջանում, դա մեզ տալիս է հզորություն, ավելի մեծ ճանաչում, туриզմի զարգացում, չենք կարող խեղճացած մնալ։ Մենք հզոր պատմություն ունեցող ազգ ենք։ Մենք պետք է միշտ իրար կողքի կարողանանք կառուցել, աշխարհին ներկայացնել։ Այսօր ամբողջ աշխարհից գալիս են, ամբողջ աշխարհից, Ամերիկայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից։ Հիսուսի արձանը դա կապ չունի ոչ քաղաքականության հետ, ընդհանուր հավատ, վստահություն, հույս, լույս, որը մարդը պետք է ապրի սպասելիքներով, երազանքով, հավատքով։ Անհավատ մարդը ոչ մի բանի պետք չի։ Եվ դրա համար ես օրորի տեսնելով ավելի ճոխ եմ անում։ Աստված այդ հնարավորությունը տալիս է։ Հենց այնպես չի լինում 2500 մետրի վրա, դիցի հզոր, որ նայած մի հեկտարի վրա կառուցվում է, ձունն էլ չի խանգարում, քամին էլ չի խանգարում։ Ես զգացել եմ, որ դա ճիշտ բան է, որ ազգովի գալիս են կառուցելու, որ հույս լինի, լույս լինի, հավատ լինի։ Այստեղ նաև Նոյան Տապանն է ցուցադրվում, որը եւս կտեղադրվի Հատիս լեռան վրա։ Ցանկացած երկիր, ցանկացած պետություն, որ մտածում են իրենց երկրի համար մի լավ բան անեն, իրանք չունեն դա, այդ ոչ պատմությունն են, ոչ էլ Աստված այդ ուղղությունը տվել է իրանց։ Արհեստական սարքելով, կպցնելով, հեքիաթ պատմելով սարքում են։ Բայց մենք հայերս մեր եղածը, մեր պատմությունը, իրականությունը չենք կարողանում աշխարհին ներկայացնել։ 301 թվականից, որ մենք պետականորեն ընդունել ենք, առաջի քրիստոնեացն ենք։ Երկրորդը Նոյան Տապանը հենց Արարատի գագաթից փրկվել են, որ նավը կառուցել է, որ մարդկությունը փրկվել է։ Դա մերն է, մենք ենք եղել, մեր նախնիներն են եղել, որ դա նույնպես պետք է կառուցենք, որ բոլորն էլ գան, նույնն էլ այսօրվա վիճակում ես դա միշտ ասել եմ։ Քաղաքականությունը կապ չունի, ազգանունը կապ չունի։ Մենք պետք է ամբողջ աշխարհի հայերով միասնական թույլ չտանք, որ մեր երեխաները, մեր ժողովուրդը խեղճացած լինեն, կոտրված լինեն, պարտված լինեն։ Դե պետք է հաշվի չառնեն ոչ կուսակցությունը, ոչ պաշտոնը, ոչ թե կուսակցական ով ու մետա դաշինք կազմում, ով որ համարը պետք է լինի։ Կարևորը կուսակցությունը չի, կարևորը երկիրն է, կարևորը մանդատը չի, կարևորը գործն է, արդյունքն է, որ ժողովուրդը լավ ապրի, ամուր ապրի, ինչքան ժողովուրդը լավ ապրի, հարուստ լինի, այնքան պետությունը հզոր է։ Ցուցահանդեսը նաև լուսանկարիչ, լրագրող, խոսքի ազատության մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանին է հետաքրքրել։ Նա շուրջ 1 տարի իր ֆոտոխցիկի օբյեկտիվում է պահել արձանի կառուցման ընթացքը։ Շատ ուրախ եմ, շնորհակալ եմ։ Առաջին իսկ օրվանից նկարել է ամեն մի դրվագը։ Գիտեմ, ու շատ լավ մեծ արձագանք է։ Ապրես, քուլում անել կա։ Այդ որ աշխարհում եք, այսօր բոլորը ուզում կան, իրոք այսօր ամբողջ աշխարհին ցցել եք։ Առավոտիրիկուն զանգեր, ցանկություններ, ապրեք, դա գալիս է, որ մենք դա ազգովի ենք անում։ Իրոք բոլորի հետաքրքրությունն էլ, ցանկությունն էլ կա։ Ապրեք։ Բոլորի շնորհակալ եմ, բոլոր մասնակիցներից, այդպես պետք է լինի, որ ամեն մեկը իր մասով մասնակից պետք է լինի։ Քարը քարին դնելով, ասելով եւ դա հպարտություն է եւ հզորություն է եւ մեզ ճանաչում է տալի մեր ազգին, մեր պետությանը, մեր ժողովրդին, ապրեք։ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, որը Գագիկ Ծառուկյանի առաջարկով ստանձնել է ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները, ցուցահանդեսին եկել է խորհրդանշական նվերով։ Ես ինչի կապակցություն։ Նրա համար, որ դուք մեր համար ամեն ինչ անում եք ու միշտ ուշադրություն եք դարձնում։ Ապրես, Սիրիջան, շնորհակալ եմ, միշտ էլ պատրաստ եմ, ես ասեմ, մենք ուզում ենք գործ անել, որ բոլորն էլ իմանան իրենց մասին, մտածող կա, հետաքրքրող կա, որ մարդիկ չներբնեջեն։ Ես քեզ առաջ օրվանից հարգել եմ, ընդունել եմ, հայկանալով, որ կարգին մարդ ես, ապրածով, ընկերությամբ, դրա համար իմացի, որ դա համար դու իմ օգնականն ես, ցանկացած հարցում պատասխան եմ զամար։ Երբ որ մենք ցույց ենք տալիս միջազգային հանրությանը եւ պատմում ենք արձանի մասին, միջազգային հանրության կողմից միանգամից կար այդ ընկալումը, որ մենք գործ ունենք մի արձանի հետ, որը հավերժական է լինելու։ Եվ ես կոչ եմ անում մարդկանց գալ եւ շփվել։ Արձանը մեզ հնարավորություն է տալիս շփվել մի բանի հետ, որը օրվա մեջ չի։ Ինքը տարածության եւ ժամանակի մեջ
ինքը հավերժի հետ գործ ունենք։ Երբ որ նոր էր սկսվում աշխատանքները եւ ընտրվեցինք հանձնախմբի անդամները, առաջին օրը հանդիպմանը պարոն Ծառուկյանը մեզ ասեց, որ կտեսնեք, սա պատմական նշանակության աշխատանք է, պատմական գործ է, որը գնալու է հայոց պատմություն եւ ձեր թոռներն էլ մի օր դասագրքերում կարդալու են, որ դուք եղել եք այս ամեն ինչի մի մասնիկը։ Եվ այսօր արդեն համոզվեցինք, որ արձանը անպայման դառնալու է հայ ժողովրդի միավորման, վերածննդի խորհրդանիշը եւ սրբատեղին։ Անսահման հավատքի, կամավորների նվիրումի եւ լուսավոր գաղափարի մասին պատմող ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Առաջիկայում ցուցահանդեսը կլինի նաեւ մարզերում։ Այս բացառիկ ֆոտոպատմությունը շարունակություն ունի։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։